Ինչպես գիտեք, 2023 թվականի բռնի տեղահանումից հետո Հայաստանում ապրող մեր հայրենակիցները առաջինը մեզ ձեռք մեկնեցին եւ գրկաբաց ընդունեցին իրենց տները, որի համար եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում։ Այնուհետև Հայաստանի կառավարությունը ամբողջությամբ իր վրա վերցրեց արցախցիների սոցիալական խնդիրները։ Սկզբնական շրջանում գործում էին աջակցության ծրագրեր, ինչը հնարավորություն էր տալիս արցախցիներին ապրել եւ արարել մայր հայրենիքում, որին հաջորդեց այլ ծրագրեր։ Խոսքը գնում է բնակարանային ծրագրի մասին, որտեղ հաշվի չեն առնվել Հայաստանում շուկայական գները։ Մենք բազմաթիվ անգամներ բարձրաձայնել ենք այդ խնդիրների մասին, որից հետո ուրեմն տեղի ունեցած հանրահավաքը, որտեղ մենք ներկայացրեցինք այն բոլոր բացթողումները, որոնք որ առկա են այդ ծրագրի շրջանակներում, կառավարությունը խոստացավ մեզ որոշակի լուծումներ։ Մեկ ամիս մենք ուրեմն մնացինք Ազատության հրապարակում, հանդիպումներ ունեցանք քաղաքական ուժերի հետ, ներկայացրեցինք մեր օրակարգը, շատ լավ գիտակցելով, որ այսօրվա իշխանություններից մեծ սպասելիքներ չունենք, քանի որ նրանց համար Ղարաբաղյան հակամարտությունը փակ է, արցախցիների հարցը, վերադարձի հարցը փակ է, եւ շատ լավ հասկանում էինք, որ ամեն ինչ անելու են, որ ժամանակի ընթացքում արցախցիները արտագաղթեն։ Սա իհարկե իրենց կողմից արձանագրված փաստ էր, իրենք հասկանում էին, որ արցախցիները մնալով Հայաստանում վերադարձի հարցը լինելու է օրակարգում։ Այնուհետև իրենց կողմից առաջ քաշված այդ բնակարանային ծրագիրը, ինչպես գիտեք, բաժանված էր գոտիների, սահմանամերձ գոտիներում մեկ շնչի մասով 5 միլիոն դրամ, որոշ բնակավայրերում 4 եւ Երևանում ու Արբանյա քաղաքներում 3 միլիոն դրամ, մեկ շնչի մասով։ Ակնհայտ էր, որ փոքր ընտանիքները, 1, 2 կամ 3 անդամներից բաղկացած ընտանիքները այդ բնակարանային ծրագրով չեն կարողանալու ուրեմն տանիք ունենան։ Մենք սրա մասին բազմաթիվ անգամներ քննարկել ենք փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ, խոստացել եմ մեզ բարեփոխել, բայց ինչպես տեսնում ենք, այդ խոստումները մնացել են սեղանին։ Այնուհետև ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, որ այստեղ օրվա ընթացքում մեզ են դիմում բազմաթիվ արցախցիներ, ովքեր մնալու տեղ չունեն։ Հուլիսի 1-ից աջակցության այն ծրագիրը 40+10, ինչպես գիտեք, դարձել է 30,000 դրամ եւ այն գործելու է մինչեւ ուրեմն տարվա վերջ։ Մենք չգիտենք այնուհետև ինչպիսի ծրագրեր են լինելու, եթե իհարկե դրանք լինելու են։ Կանգնած ենք լրջագույն մարտահրավերների առաջ։ Սա մտահոգիչ է։ Վերջին օրերին ականատեսն ենք լինում անձանց, ովքեր ավելի ճիշտ կլինի, որոնց խաբեությամբ հափշտակել են նրանց գումարները եւ բնակարաններ չեն տրամադրել։ Ունենք նմանատիպ փաստեր, ահազանգում ենք, բարձրաձայնում ենք, բայց կառավարության կողմից բավարար ուշադրության չեն արժանանում։ Այսպիսի խնդիրների ուրեմն շուրջ մենք ստիպված ենք եղել առաջ քաշել մի ծրագիր, բազմաթիվ մարդկանց պայքարը ոչ թե վաղվա համար է, այլ այսօրվա, եւ հենց այդ պատճառով մենք որոշեցինք կյանքի կոչել մի նախաձեռնություն, որը ծնվել է ոչ թե գաղափարից, այլ կարիքից։ Ստեղծել ենք Արցախն իմ սրտում բարեգործական հիմնադրամը, որի հիմնական նպատակը արցախցի տեղահանված զոհված ընտանիքներին աջակցություն տրամադրելն է, ինչպես նաև առաջին եւ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց պայթունի զոհ դարձած ընտանիքներին եւս ներառելու ենք։ Այսպիսի խնդիրներ ունենք, օրհասական է եւ կառավարության կողմից բավարար աջակցություն ուրեմն այդ մարդկանց մասով չկա։ Ասեմ, որ կառավարությունը խոստացավ մեզ պայթունից զոհված ընտանիքների կարգավիճակի հարցը լուծել, բայց մինչ օրս այդ խոստումները, ինչպես ասեցի, մնացել են ուրեմն քննարկման մակարդակում, ինչը անընդունելի է,
Ունենք բազմաթիվ ուրեմն հայորդիներ, ովքեր պատերազմի մասնակցել են եւ այդ չարաբաստիկ օրը ուրեմն պայթունով զոհվել են։ Ուշադրություն չդարձնել այդ մարդկանց եւ մեկ հարթության մեջ դիտարկել, որ ուրեմն մի քանի ամիս առաջ, եթե չեմ սխալվում, Սուրմալույն եւս դեպքեր տեղի ունեցել, մեզ համար անընդունելի է։ Ուրեմն դատարանի վերաքննիչ դատարանի որոշմամբ պարզ է դարձել, որ այդ ամենը տեղի է ունեցել պատերազմի հետևանքով։ Հետևաբար կառավարությունը պետք է կարգավիճակի հարցը ունենա օրակարգում։ Մեկ անգամ եւս նշում եմ, որ իրենցից մեծ սպասելիքներ անկեղծասած չունենք, բայց փորձում ենք ելքեր գտնել եւ այսօրվա այս ֆորմատով հանդիպման նպատակը հետևյալն է՝ կոչ անել մեր հանրությանը, ում համար Արցախի հարցը փակված չէ եւ արցախցիների ցավը իրենց ցավն է, սատար կանգնեն արցախցիներին։ Առաջին հերթին դիմում եմ արցախցի այն գործարարներին, ովքեր երկար տարիներ հաջողված բիզնես ծրագրեր են ունեցել Արցախում, իհարկե որոշ արտոնություններով, ժամանակն է, որ իրենք առաջինը գան եւ իրենց հայրենակիցների կողքին կանգնեն։ Եթե չեն ուզում փողոցներում տեսնել ուրեմն զոհվածների ընտանիքների, սա ոչ միայն սոցիալական խնդիր է, այլև բարոյական։ Ժամանակն է համախմբվելու եւ միասին լուծելու մեր օրվա խնդիրները։ Նաեւ կոչով եւ խնդրանքով դիմում եմ Հայաստանի Հանրապետության նախկին նախագահներին Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին։ Երկար տարիներ նրանք ղեկավարել են Հայաստանի կառավարությունը, ուրեմն հանրապետությունը, եւ վստահ են, որ իրենք ունեն այն կապերը, ինչը կարող է նպաստել, որպեսզի արցախցիների խնդիրները թեթևացնենք, մեղմացնենք։ Բոլորս էլ գիտակցում ենք, որ օրվա իշխանությունների մեկ օր մնալը հավելյալ խնդիրներ է ստեղծելու մեզ բոլորիս համար։ Եվ իհարկե դիմում ենք մեր հայ բարերարներին, Գագիկ Ծառուկյանին, Սամվել Կարապետյանի ընտանիքին, շատ լավ գիտակցելով իրենց այսօրվա կացությունը, դիմում ենք Սփյուռքում ապրող մեր հայ սրտացավ հայրենակիցներին, սատար կանգնելու եւ միասին լուծելու արկա խնդիրները։